Միանում են տեսակապով ուղիղ եթերում մարդը հաթաթա է տալիս բոլորին, այսպես ասենք, հա, այս մասով ձեր տեսակետը եւ իհարկե Փաշինյանը վրաս ասաց, որ սպասում է Ադրբեջան գնալու։ Տեսեք, ուրեմն դա էլ այս արձագանքը ցույց է տալիս, որ մեր քաղաքական, մեր հանրությունը լավ չի հասկանում ընդհանրապես եվրոպական կառույցների նշանակությունն ու ավանդակությունը։ Ալիևը մեղադրում է Եվրոխորհրդարանին։ Ուրեմն այս եվրոպական քաղաքական համայնքը ինքը ոչ թե ներկայացական համայնք է, այլ կառավարող ուժերի համայնք, այսինքն այս Մակրոնը հավաքել է իր շուրջ ոչ թե Եվրոխորհրդարանում անցած եվրոպական հանրության շահերը ներկայացնող մարդկանց, այլ այն մարդկանց, ովքեր որ կառավարում են այդ երկրները, այսինքն եթե Եվրոխորհրդարանում անցնում են ուժեր, որոնք նորմալ ուժեր են, բարոյական խնդիրներ են դնում, օրինակ ասենք Հայաստանի պարլամենտում էլ կան, բացի ԿՊ-ից կան նաև ուժեր, որոնք ընդդիմադիր ուժեր են, նորմալ խնդիրներ են դնում, որը տրամաբանական է, ամբել Ֆրանսիայում էլ կան նորմալ ուժեր, սրիկա ուժեր եւ նորմալ ուժեր կան, նորմալ ուժեր են, նույնը կարելի ասել այլ երկրներում, հա, եւ ուրեմն Եվրոխորհրդարանում դա իրանից ներկայացնում է քաղաքական սպեկտր, որտեղ եւ նորմալ ուժեր կան, եւ աննորմալ ուժեր կան, եւ սրիկաներ կան, եւ բարոյական ուժեր կան, եւ այլն։ Մակրոնը հավաքել է այս եվրոպական քաղաքական համայնքում բացառապես կառավարող ուժերին, որի մեծ մասը դա սրիկաներ են։ Այսինքն սա է խնդիրը։ Հիմա քանի որ Եվրոխորհրդարանում կան նաև նորմալ ուժեր, քանի որ այդ նորմալ ուժերը ներկայացել են ռեզոլյուցիա, որը դատապարտում է Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում, դատապարտում է եկեղեցիների ոչնչացումը, հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները իրավունք ունեն վերադառնալու իր պատմական հայրենիք, որտեղ դա նորմալ ուժերը ներկայացել են, սրիկաները ռիսկ չեն արել դրա դեմ դուրս գան, հա, եւ Ալիևը դատապարտում է Եվրոխորհրդարանին եւ ըմբռնում է անկալվում Եվրոհանձնաժողովի կողմից եւ այսօրվա համայնքի կողմից, այսինքն այսօրվա համայնքը Եվրոխորհրդարանից շատ քիչ կապ ունի։ Ես ուզում եմ մեր հասարակությունը հասկանա, որտեղ մեր հասարակության մեջ Եվրոհանձնաժողովը, Եվրոնեստը, Եվրոխորհրդարանը եւ եվրոպական համայնքը չեն տարբերում։ Այդ բոլոր կառույցները դրանք տարբեր կառույցներ են, բայց քանի որ մեր քաղաքական վերնախավը չի ներկայացել մեր ժողովրդին, թե ով ինչ է, մարդիկ չգիտեն, դրա համար Ալիևի հոխորտանքները մարդիկ զարմանում են, բայց պետք չի զարմանալ, որտեվ Ալիևը ինքը իր ազգային շահերը պաշտպանելով քննադատում է Եվրոխորհրդարանին եւ ուրախությամբ գովաբանում է Եվրոհանձնաժողովի գործունեությունը, որովհետեւ Եվրոպան, Եվրոխորհրդարանում դատապարտում է, դատապետում է Ադրբեջանին եւ իսկ Եվրոհանձնաժողովի միջոցով գազ ու նավթ է գնում եւ նոր համաձայնագրեր է կնքում Ադրբեջանի կառավարության հետ։ Սա է խնդիրը։ Այդ հանդերձ, այս ամեն ինչի մեջ նայենք նորից անդրադարձավ Արցախյան շարժմանը, մեր Արցախի սեպարատիստներ որակեց այս ամեն ինչ դրսևորում է Ալիևի։ Սա նույնպես եմ կրկնում, ուրեմն այս տիպի հարթակներում ամեն երկիր փորձում է իրանց ազգային շահը պաշտպանել։ Եվ դա տրամաբանական է, Ադրբեջանը փորձում է իրանց ազգային շահը պաշտպանել, եւ բոլոր փոքր երկրները փորձում են իրանց ազգային շահը պաշտպանել։ Վրաստանն էլ եկել է իրանց ազգային շահն է պաշտպանում։ Բացի Հայաստանից բոլոր փոքր ժողովուրդները, փոքր երկրները իրանց ազգային շահն են պաշտպանում։ Միակ երկիրը, որը իր ազգային շահերը թողած, մենակ այս մարդը իր անձնական շահերով է բանանում, դա Հայաստանն է, ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Նույնիսկ եմ ասում, մենք եզակի երկրներից ենք, որտեղ ունենք մի ղեկավար, որը իր ազգային շահերը մի կողմ թողած, իր անձնական շահերով է շարժում, իր համար պետք է այս ամբողջ աղմուկը մի հատ նկար լինի, որ այդ նկարով ինքը կարողանա ներկայանալ, որ տես ամբողջ աշխարհը ինձ պաշտպանում է, իրականում ամբողջ աշխարհը չի, դա եվրոպական այսօրվա վերնախավի թերմացքն է, որը պաշտպանում է Իրան, որը շատ հասկանալի է, թե ինչա պաշտպանում, սա է խնդիրը։ Ես ուզում նաև Բելարուսի կոշտ արձագանքին անդրադառնալ, այսպես ասենք, հա, Ալեն Սիմոնյանը խոսել էր, բա մեկ ինքնիշխան եք հյուրերկություն եք տեսնեն, ըստ էության Բելարուսի ինքնիշխան պետությունն է, որն ինքնուրույն է որոշում Ռուսաստանի հետ իր դաշնակցային հարաբերությունների ձևաչափը։ Հպարտենք այս համագործակցությամբ եւ թույլ չենք տա, որ որևէ մեկը մեզ դասեր տա։ Սա ուղիղ պատասխան է նաև Ալեն Սիմոնյանի Բելարուսի մակարդակով։ Խնդրեմ այս մասին։ Ես ասում եմ ձեզ։ Եվ ինչ ինքնիշխանության մասին է խոսում, եւ մեր ինքնիշխան տարածքում ադրբեջանցիները Ուրեմն տեսեք, ես մի հատ բան ասեմ, եթե խորհրդային Հայաստանը, որ պետություն չէր, ինքնուրույն պետություն չէր, ռիսկ էր անում Արարատի լեռան նկարը դներ իր երբին, իսկ այսօրվա նիկոլական, փաշինյանական Հայաստանում փաստացի մարդիկ վախենում են օգտագործել Արարատ սարը, դրանից հետո խոսել ինքնիշխանության մասին ավելնորդը։ Ես նույնպես եմ կրկնում, այն խայտարակությունը, այն իշխանության, այն սուվերենության ցածր մակարդակը, որ ունի Հայաստանը, վերջին 30 տարվա մեջ չի եղել։ 30 տարվա մեջ մենք
տարբեր փոքր երկրները միշտ կախված են նույն տարբեր երկրներից։ Դա բնական վիճակ է, այսինքն չկա բացարձակ անկախ երկիր։ Ռումինիան բացարձակ անկախ երկիր չի, Սլովենիան կամ Սլովակիան անկախ երկրներ չեն, Չեխիան, ամեն երկրները ինչ որ հարաբերությունների մեջ են, հա, բայց այսպիսի խայտարակ վիճակ, երբ որ դու պետք է կարողանաս բնակալազություն անես, գտնես քո ողքերին թշնամուն, այսպիսի բան պատմության մեջ աշխարհը չի տեսել։ Դա մոտավորապես նման այն բանի, որ ասենք Հիտլերը սկսեր գովաբանել Ստալինին կամ հակառակը պատերազմից հետո, դուք հասկանում եք ինչ է, կամ Մուսոլինին ասել, որ այսպես լուսապայծառ բանը կարմիր բանակինքը չի տեսել, հասկանում եք, կամ Գեբելսը ասել, որ ես կեցե կոմունիզմը, ես ուղղակի ապշած եմ, սա այս ազգի ամենամեծ խայտարակությունը կայանում է այն բանի մեջ, որ փաստացի Փաշինյանը, որը մինչև 20 թվականը իրեն համարյա Սասունցի Դավիթի կերպարով էր հանդես բերում, ինքը Վարդան Մամիկոնյան էր ուզում դառնալ, ինքը հիմա դառել է թիվ 1 բանը PR-ի աշխատողը Ալիևի եւ Էրդողանի մոտ։ Դա խայտարակ, սա նույնիսկ եմ կնում, սա ամենամեծ խայտարակությունն է մեր ժողովրդի, որից հələ մենք երկար ժամանակ պետք է մաքրվենք հունիսի 7-ից հետո, նույնիսկ եթե մենք փոխենք իշխանությունը, որտեղ ամբողջ աշխարհը հասկացա, որ այս ժողովուրդը օրինաչափ է որ ցեղասպանվել է 15 թվականին։ Եթե մինչև այդ մարդիկ ցավակցում էին մեր ժողովրդին 15 թվականի ցեղասպան, հիմա արդեն ասում եմ մենք հասկանում ենք թե ինչից կատարվեց այդ ցեղասպանությունը։ Լրիվ հասկանում ենք արդեն։ Ոչ մեկ արդեն չի ցավակցում, որտեղ բոլորը հասկանում են, որ այս տիպի ժողովուրդը չէր կարող 15 թվականի ցեղասպանություն չմներ։ Սա միանշանակ եմ ասում։ Այսինքն սա մեր ամենամեծ ամոթն է, այս ամոթի տակից մենք հələ երկար պետք է դուրս գանք եւ այդ նիկոլականներին, նիկոլապաշներին այդ խնդիրը մենք թե ոնց ենք դրանց հետ ապրելու Հայաստանում։ Սա մեծ առանձին խնդիր է, որ մենք առանձին քննարկման թեմա պետք է անցկացնենք հունիսի 7-ից հետո։ Այսինքն պարոն Բազարյան, հաջողվում է սրանց Եվրոպայով մոլորեցնել ժողովուրդը։ Գիտեք, ես քեզ մի բան ասեմ, էլի, ես այնուամենայնիվ համոզված եմ, որ մարդը անասունից տարբերվում է բանականությամբ։ Նույնիսկ եմ կրկնում, ես չեմ կարող կոչ անեմ, որ մեր ոչխարները հարգելի հավերը, կովերը գնան ընտրության։ Ես չեմ կարող այդպես բան առաջարկեմ, որտեղ իրանք չունեն բանականություն։ Ցավոք սրտի ընտրական իրավունք էլ չունեն, որ գնան ընտրեն, որտեղ իրանք չեն գիտակցում թե որն է լավ կամ վատ։ Բայց մարդը, որը տարբերվում է անասունից եւ ունի բանականություն, ինքը տեսել է թե ինչ է կատարվել 22 թվականին։ Տեսել է թե 23 թվականին ինչ կատարվեց Արցախի հետ կապված։ Հիմա որ տեսնի, որ նույն Մակրոնը, որ 22 թվականին գնաց Քավոր կանգնեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս դարձնելու եւ արդյունքում Հայաստանի հայերի տեղահանման համար հիմա եկել է ստե գովաբանում է նույն Նիկոլ Փաշինյանին, այս մարդիկ Հայաստանն են ուզում սարքեն այդպիսի զոհասեղանի վրա են ուզում դնեն։ Այսինքն փաստորեն այն շքանշանը, որ Մակրոնը ստանում է Նիկոլ Փաշինյանից, մեր անունից, այդ նույն շքանշանը պետք է ստանալ, ասենք Թալատ Փաշյան, Էնվեր Փաշյան, տրամաբանական էր։ Ես ուզում եմ մեր ֆրանսիացի ժողովրդին դիմեմ, հարգելի ֆրանսիացի ժողովուրդ։ Ես մեզ հարգում եմ ձեզ, որտեղ իսկապես ես հայ եմ եւ հպարտանում եմ, որ հայ-ֆրանսիական բարեկամությունը հավերժ եղել է եւ կա եւ կմնա, բայց ես ուզում եմ իմանաք, որ մեր մոտ Հայաստանում իշխում է ֆրանսիական Պետենը, դուք գիտեք ով է եղել Պետենը, հիմա դուք հպարտանում եք Շարլ դե Գոլով, բայց դուք ամոթ եք զգացել, որ դուք ունեցել եք այնպիսի ղեկավար, ինչպես եղել է Մարշալ Պետենը, չէ՞։ Հիմա հարց, դուք ձեր այսօրվա ղեկավարը գալիս է մեր հայկական Պետենին գովաբանում է եւ հայկական Պետենը ձեր Մակրոնին շքանշան է տալիս։ Մեր այնպիսի վիրավորանք, որ ես եմ զգում դրանից, ուղղակի գոյություն չունի։ Ես իհարկե նույնիսկ մեծ հարգանք ունեմ եւ մեծ շատ ուրախ եմ եւ շնորհակալ եմ, որ դուք միջավայր ստեղծեցիք, որ հայերը ծաղկեն Ֆրանսիայում։ Ֆրանսիան ծնեց Շարլ Ազնավուր, Միշել Լեգրան, Ջորկաև, Սիլվի Վարդան, Կարվարենց, բազմաթիվ հայեր, որ ես հպարտ եմ ուրախ եմ, որտեղ մենք նույնիսկ եմ ասում, մենք արժե համակարգային իմաստով, մեր հոգեվորական, բարոյական իմաստով, մենք բոլոր ամեն ինչով մենք շատ նման եւ շատ նույն ճանապարհով մտածող ժողովուրդ ենք, բայց լինում են դեպքեր, երբ որ առանձին ժամանակահատվածում մենք ողբերգություն ենք ապրում, ինչպես դուք ապրեցիք ողբերգություն 40 թվականներին, երբ որ նացիստական Գերմանիան օկուպացրեց ձեզ, Մարշալ Պետենին դրեց, եւ դուք խայտարակ ժամանակ ապրեցիք, հիմա նույն խայտարակ ժամանակ ապրում ենք մենք։ Սա է խնդիրը, եւ ուզում եմ որ դուք իմանաք, որ մենք ինչ զգացում ունենք, երբ որ փաստացի այս մեր Պետենը ձեր Մակրոնին շքանշան է տալիս։ Սա է հարցը։ Եվ պարոն Բազարյան, կուզեմ ավելի լայնած բացատրեք, ինչ կսպասվի մեզ Հայաստանի եւ հայ ժողովրդին Զելենսկու այդ հայտարարությունները գալը Մակրոնի այս հայտարարությունները մեր հիմնական դաշնակից Ռուսաստանը ինչ քայլերի։ Տեսեք, ես sense ձևակերպեմ։ Մեր ժողովուրդը կանգնած է հունիսի 7-ին ընտրության առաջ։
Եթե մենք ընտրում ենք կյանքը, իսկ կյանք ընտրել դա նշանակում է ընտրել ցանկացած քաղաքական ուժ, բացառությամբ Նիկոլ Փաշինյան, ցանկացած քաղաքական, ես ինքս ներկայացնում եմ Մայր Հայաստանը։ Մայր Հայաստանը ինքնուրույն չի մասնակցում, որտեղ մենք չենք դրել 4-5 պատգամավոր ունենալու խնդիր, որտեղ մեր համար սա քաղաքական ընտրություն չի, սա ազգային ազատագրական ընտրություն է։ Դա համար մենք հայտնի են 3 ուժերից մեկի հետ միացել ենք, Բարգավաճի հետ միացել ենք, լավ ծրագիր ենք առաջարկել, որպեսզի դուք ընտրություն կատարեք, բայց ես նույնպես եմ կրկնում, իմ համար անձամբ ես ավելի կարևորում եմ, որ հավաքական ընդդիմությունը մեծ հաղթանակ տանի եւ հավաքական ընդդիմության արդյունքում Հայաստանը փրկվի այս խայտարակությունից։ Եթե մեր ժողովուրդը սխալ ընտրություն կատարեց հունիսի 7-ին, ապա ես նույնպես եմ կրկնում, մենք մտնելու ենք դժոխքի ժամանակահատվածում։ Դժոխք սկզբից տնտեսական, սոցիալականից, գազի գինը 3 անգամ կբարձրանա, հացահատիկի խնդիր կառաջանա, սովի խնդիր կառաջանա, մենք կհայտնվենք 90 թվականների էներգետիկ ճգնաժամի տակ կհայտնվենք, որտեղ ամենը մեզ Ռուսաստանից է կախված, հետո կավարտվի Ադրբեջանի ներխուժմամբ արդեն բուն Հայաստանի տարածք, որից հետո դուք արդեն հետ դարձի հնարավորություն չեք ունենա։ Դուք արդեն հետ դարձի ճանապարհ չեք ունենա։ Ինչպես որ հիմա Ղարաբաղցիները հասկացել են, որ հետ դարձի ճանապարհ չեն կարող ունենալ, որտեղ են թղթերը, որ Եվրոխորհրդանը ընդունում է, դա զուգահեռ թղթից շատ չի տարբերվում, հարգելի ժողովուրդ։ Նույնը սպասվելու է Հայաստանին։ Դուք ձեզանից է սպասվելու։ Ձեր երեխաների ապագան, ձեր ապագան կախված է այն ընտրողներից, ովքեր կընտրություն կատարեն։ Եթե ձեր շրջապատում կան մարդիկ, որոնք դեռ չեն գիտակցել այդ ամեն ինչը, այդ մարդիկ ձեզ վնաս են տալու, ձեր երեխաներին վնաս են տալու, դուք իմացեք։ Չկա ընկեր, բարեկամ, հարևան բան։ Դուք պետք է հասկանաք, մենք պետք է միասնական համայնք դառնանք, եւ որպեսզի մենք հասկանանք, որ մենք ուզում ենք ապրենք։ Մենք հիմա պետք է ապրենք, պետք է ընտրենք ապրելու ընտրություն կատարենք, ոչ թե մեռնելու ընտրություն։ Սա է խնդիրը։ Շնորհակալություն։